Լավ կլինի, որ բոլորս սրտանց ասենք փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ասենք արժանի է, փառքեր արժանի է։ Տեր օգնի ձեզ կյանքով, խոսքով Տիրոջը պետք է փառաբանենք։ Ուզում եմ կարդալ ինձ համար եւ ձեզ համար, բոլորիս համար ուշադիր եղեք։ Տեսնենք Հոբի գրքում ինչպիսի խոսքեր կան։ Սա տանում է մարդկանց ապաշխարության, դարձի, ազատագրման, փրկության համար։ Սա գրված է սկզբից կարդում եմ 33 գլուխ, Հոբ 33-ի 14 խոսքից 14-ից։ Իրավի Աստված մեկ անգամ կամ երկու անգամ կխոսի։ Ում հետ է խոսում? Մարդկանց հետ։ Թե մարդը ուշադրություն չի չեներ, մարդը ուշադրություն չի դարձնում։ Երազի մեջ, գիշերվան տեսիլքի մեջ, երբ խորում քունը ընկնում իր վրա, մարդկանց վրա։ Եվ անոնք իրենց անկողնու մեջ կքնանան, այն ատեն մարդկանց ականջները կբանա, անոնց խրատը կքննե։ Նպատակը, որպեսզի մարդը գեշ գործեն դարձնե ու մարդեն հպարտությունը արգելի։ Նպատակը մարդուն գեշ գործից, չար գործից, վատ կյանքից դարձնի դեպի մաքուր կյանքի։ Կարդում ենք նույն գլխի 27 խոսքը, նույն գլուխ 27 խոսքից։ Անիկա մարդկանց վրա կնայի, եթե մեկն ասի, մեղ գործեցի ու իրավունք ավրեցի, մարդը զգաց, որ ինքը մեղանչել Աստծո առջև, այսօր վերաբերում է եւ նորադարձներին եւ վերաբերում նրանց, որոնք սովորաբար մեղքի կյանք են ապրում։ Մեղ գործեցի ու իրավունքը ավրեցի։ Ասիկա ինձ օգտակար չեղավ, օգուտ չբերեց, այսինքն ոչ մեկին մեղք օգուտ չի բերել, չի բերելու։ Այն ատեն անոր հոգին կազատե, ուշադիր եղեք, որպեսզի գերեզմանը չիջնե։ Այսինքն ինքը պետք է գնար գերեզման, բայց որ ինքը զղջած, զգաց իր մեղքը, գերեզման չի գնայել։ Տերը կյանք ավելացնում է։ Անոր կյանքը լույս կտեսնե։ Տես փոխվեց իրավիճակը։ Նրա կյանք արդեն լույս է տեսնում, ոչ թե գնաց գերեզման։ Աստված այս ամեն բաները 2-3 անգամ մարդուն կենե, որպես անոր հոգին գերեզման է դարձնե, որպեսզի ապրողներուն լուսովը լուսավորվի։ Ապրողներուն լուսավորվի։ Մարդիկ եղել են, որոնք սովորաբար ընկել են դժվարության մեջ, տառապանքի ցավերի մեջ, այդ վիճակի մեջ էլ փոխանակ սրտանց աղոտ կանեն Տիրոջը դառնան, իրանց մեղքերից մաքրվեն, հետաքրքիր է մեղադրեն Աստծուց, ինչպես գրված է։ Կարդում ենք 34-ի 10-ից ներքևում, 34 գլուխ նույն Հոբի 17 խոսքի մի քիչ ներքևից։ Քավ լիցի, որ Աստծո քով չարություն ու ամենակարողին քով անօրություն լինի, որովհետև անիկա մարդուն ռազի համեմատ քատուցան է, ամեն մարդուն իր ճամփու համեմատ ինչ արգրված, ինչ պիտի անի գտնել կուտա։ Մարդու իր ճամփու համեմատ գտնել է տալիս, որովհետև ինքը տեսնում է մեր գործերը, մեր քայլերը։ Նույն գլխի 21 խոսքը կարդում է, նույն գլխի 34-ի 21-ը։ Վասնզի անիկա անոր աչքերը մարդկանց ճամփաներուն վրա են, ամեն բանի կքննում է, եւ գրված անոր ամեն քայլերը կտեսնե։ Ոչ խավար կա, ոչ ար մավան շուկ, որ անիրավություն գործողները հոն պավին չեն կարա թաքնվել, որովհետև ամեն բանի կտեսնում է, վասնզի մարդուս գրված է, վասնզի մարդոս վրա երկար քննություն չի անում, երբ անիկա Աստծո առջև դատաստանի կերտա։ Տերը քննիչներ չունի, ամեն բան իր առջև բաց ու հայտնի է, ամեն մեկը իր գործամի մոտ։ Մյուսը կարդում եմ 36-ի 8-րդ խոսքը, 36-8։ Անոնք եթե շղթաներով կապված, ուշադիր եղեք, դժվարության կապանքների մեջ բռնվին, այն ատեն անոնց կհայտնե իրենց գործերը, նպատակը, որ մարդիկ զղջան դարձի գան, եւ իրենց հանցանքներու շատանալը, նաեւ որ անոնց ականջը կբանա, որպեսզի խրատ ընդունեն, եւ անոնց կպատվիրե, որ անիրավություններ դառնան, պատվիրում հորդորում է, որ անիրավություններ դառնան։ Եթե ուշադիր եղեք, եթե անոնք հնազանդվելով այսօր ովքեր որ քնազանդվեն, խոնարհվեն, զղջան, Տերը հրաշք պետք անի, ոչ իրանց մեղքեր անցանքները կների, այլ կբուժի բոլոր հիվանդությունները։ Եթե անոնք հնազանդվելու անոնց ծառայություն անեն, օրերը իրանց օրերն են, բարությունով ու տարիները ուրախությամբ կանցնեն։ Լավ բան է թե վատ բան է։
օրերը բարությունով, տարին ուրախությամբ կանցնի։ Բայց եթե անոնք հնազանդություն չենեն, լսեն խոսքը, բայց վերջերջո չապրեն այդ խոսքը, սուրե պիտի անցնեն, առանց գիտության պիտի մեռնին։ 14 խոսքը։ Անոնց անձը երիտասարդության մեջ պիտի մեռնի, եւ անոնց կյանքը պիղծերու մեջ պետք է վախճանվի, պիղծերու հետ պետք է վախճանվի, եթե սովորաբար դարձի չկան ապաշխարեն եղբայրներ կորել։ Երկրորդ Պետրոսի թողնել կարտամ, երկրորդ Պետրոսի, ենակ Պետրոս առաքյալը ինչ է գրում, գրել է իր ժամանակների համար։ Երկրորդ Պետրոսի թողտ 3-րդ գլուխ 9 խոսքից 3-9 Տերը չի ուշացնում իր խոստմունքները, ինչպես ոմանք ուշացած են համարում։ Հապա մեզի առաքյալն ասում է, չի ասում ձեզի միայն, մեզի երկանամիտ կլինի, վասնզի չի ուզեր, որ մեկը կորսվի։ Տերը ոչ մեկը այստեղ կորուստը չի ուզում։ Տեսնենք ինչ է գրած, հապա որ ամենքը ապաշխարանքի կան, որ ամենքը դարձի կան ապաշխարեն։ Սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա, որ այն ատեն երկինք սաստիկ շարաճունով պիտի անցնի ու տարերքները բռնկված պիտի լուծվին, երկիրալ եւ ինչ գործեր, որ անոր մեջ կգտնվին, պիտի այրվեն։ Բոլորը պիտի այրվեն, բայց շարունակությունը այդ բոլորը պիտի կատարվի, ուզենք թե չուզենք, պիտի կատարվի ինչ որ Աստված ծրագրել է, բայց Տենակ նորից մեզ համար ինչ ասում։ Ուստի որովհետեւ այս ամեն բաները պիտի լուծվին, ձեզ ինչպեսի մարդիկ լինել կվայել է։ Տեսեք, մեզ ինչպեսի մարդիկ պետք է Տերն ուզում որ ինչպես Աստծո կանգնենք, ինչպեսի մարդիկ ձեզի կվայել է սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սпасելով, արտորալով Աստծո օրվա գալուն, որի մեջ երկին կրակով այրված պետք է լուծվի, տարերքները բռնկված պետք է ալին։ Տերը մեզ կանչել է, որպեսզի մենք բարեպաշտ մաքուր կյանք ապրենք։ Տիրոջ նպատակը սա է։ Եղբայրներ, քույրեր, Աստված իրոք որ մարդկանց որ կանչում առաջի կարևոր բանը մեղքի թողություն է տալիս, հիշում եք։ Անտամանոզին իջացեցին, գրված է, վերևի քանդեցին տանիքը։ Առաջերտին ինչ արեց Տեր Հիսուսը, ով է հիշում։ Ինչ արեց, մեղքի թողություն տվեց։ Քո մեղքերը ներված են։ Հետո ասեց, քո հիվանդությունից դու բժշկվեցիր։ Անտամանոց իրան բերել են, բայց ինքը վերցրեց իր մահիճը, քայլեց, մեծ հրաշք կատարվեց։ Աստված օգնի։ Երկու բաներ եմ ուզում ասել, ստեղ որոնք որ բժիշկներ կան։ Գիտեք, չէ, բժիշկները մասնագիտությունն են լավ։ Գիտեք ինչ մասնագիտություն։ Սկզբից շատ ուժեղ վախեցնում են, շատ ուժեղ։ Այնպես է վախեցնում, որ կարող ասեն էլ վաղը չես ապրի։ Նպատակը վախեցնում են, հետո իրար ձեռքից փախցնում են։ Բժիշկներ վատ մի զգացեք։ Ուրեմն մի անձնավորություն, մի մեծ ղեկավար պաշտոնավոր հավաքում է բժիշկներին, որպեսզի իրենց հետ աշխատանք տանի։ Գիտեք ինչ է ասել։ Ռուսերեն ասել։ Ես врачи, который от Бога, есть врачи, слава Богу, երկրորդը, այս врачи, не дай Бог։ Ուրեմն առաջինը Աստծուց է, երկրորդը փառք Աստծո, որ լավ ելել բժիշկել, երրորդը ասում է վայ Աստված պահին այդպես բժիշկներից։ Գիտեք ինչքան եղել են նման դեպքեր։ Ես մի բան խնդրեմ, մի քույրիկ մոտեցավ ասեց. Տերը հրաշք արի իր կյանքում։ Տերը հրաշք արի, բացահայտ հրաշք, վերջը։ Տերը հրաշք արի։ Բայց հետո սովորաբար ինչ որ ասել են այդ հիվանդությունը լրի մաքրվելու համար յանի այնքան մեծ գումար են դեղ բանարել, միլիոնից ավել, դեղը այդքան թանկ։ Եվ այդ աչքերը Տիրոջից եղել էր վկայություն։ Ես այդ բանը դրա համար թույլ տվեցի, որ դու ընդառաջ աչք գցես դեղի, հավատքով բուժվես։ Եվ Տերը հանդիմանել է, որ ինձ ինչի չես վստահում։ Գիտեք ինչքան վատ բան է, որ մարդը Տիրոջը չի վստահում, չի ապավինում։ Ուրիշ բանի վստահում ապավինում է, բայց Տիրոջ կարող զորությանը չի ապավինում։ Եկեք կանգնենք, աղոթք կանենք։